Հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։ Տիկին Վարդանյան, բարև ձեզ։ Կխնդրեմ ասել հոգևոր առաջնորդի մահը ինչ իրավիճակ է ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Տեսեք, ըստ էության գերագույն առաջնորդի սպանությունից հետո Իրանի համակարգը շարունակում է գործել, որովհետև մենք տեսել ենք իրանցի տարբեր պաշտոնյաների հայտարարություններ ու գործողություններ երեկվա ընթացքում եւ իհարկե ամենակարևորը Իրանի պատասխան գործողությունները ուղղված Իսրայելին եւ տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Այսինքն անգամ առաջնորդի սպանության պայմաններում համակարգը շարունակել է գործել այն հունով, որ նախատեսված էր։ Սա իր հերթին գալիս է ապացուցելու, որ իրանական կողմը իհարկե պատրաստվել էր պատերազմին եւ պատրաստվել էր պատերազմական հնարավոր բոլոր սցենարներին, այդ թվում, որ գերագույն առաջնորդը կարող է սպանվել։ Այս մասին նաև մամուլում եղան մինչև այս բազմաթիվ հրապարակումներ, օրինակ այն մասին, որ առաջնորդը ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին է պատվիրակել երկրի ղեկավարումը իր մահվան դեպքում։ Եղան նաև հրապարակումներ, որ նա տարբեր պաշտոնյաների համար մինչև իսկ 4 փոխարինող է նշանակել, այսինքն եթե այդ պաշտոնյաները եւս սպանվեին, նրանց համար փոխարինողներ արդեն իսկ մտածված էր։ Ու սա երևի թե Իրանում հունիսյան պատերազմի դասերի արդյունքներ, որոնք նման ճշգրտությամբ, մանրամասնությամբ սցենարները գծել էին, բայց այստեղ հարցի մյուս կողմն է, թե արդյոք Միացյալ Նահանգները պարզապես կբավարարվի հենց հոգևոր առաջնորդի սպանությամբ կամ մյուս ռազմաքաղաքական ղեկավարների սպանությամբ ու այլևս գործողություններ չի շարունակի կամ անգամ եթե Իրանում ընտրվի նոր առաջնորդ, արդյոք նրանց դեմ եւս ինչ-որ գործողություններ տեղի չեն ունենա։ Այսինքն գլխավոր հարցը այստեղ նահանգների պլաններն են, միտումներն են։ Ինչ վերաբերում է Իրանին, իրանական համակարգը ունի այդ մեխանիզմները, թե նոր առաջնորդ ընտրելու, թե մյուս սավարտումներում անձանց նշանակելու, այս առումով իրենք ռեսուրսի խնդիր չունեն։ Խնդիրն այն է, թե նահանգները որքան կխորանա իր գործողություններում։ Դուք ինչ եք կարծում, կբավարարվեն գործող պաշտոնյաներին ոչնչացնելով, թե նաև կշարունակեն նոր պաշտոնյաների նկատմամբ նոր գործողություններ կիրառել։ Իրականում բարդ է կանխատեսել նահանգների գործողությունները, բայց չի բացառվում, որ եթե Իրանը շարունակի դիմադրություն ցույց տա, շարունակի ելի թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան բազաները ու նաև Իսրայելին, չի բացառվում, որ տվյալ դեպքում եւս նահանգները կշարունակի ելի թիրախավորել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն դեռևս ոչ ոք երաշխավորված չէ, որ իր դեմ ինչ-որ գործողություններ չեն լինի։ Բնականաբար դրան զուգահեռ նաև տեղի ունենում Իրանում ամենատարբեր օբյեկտների դեմ գործողություններ, ռազմական, հրթիռային, ավիացիոն եւ այլն, այսինքն թիրախները շատ են ու ամերիկյան կողմի հռետորաբանությունն այս պահի դրությամբ առնվազն է, որ պատրաստում են հնարավորինս մեծ վնաս հասցնել Իրանին։ Ես կարդացի, որ Իրանում հիմա իշխանությունը 3 հոգու մեջ է բաժանված՝ նախագահի, դատական իշխանության ղեկավարի եւ անվտանգության խորհրդի ղեկավարի, սա արդյոք խնդիր չի առաջացնելու, այսինքն 3 թեւ, 3 տարբեր ինչ որ կառավարման այսպես մոտեցում լինի։ Չէ, իրականում ոչ թե բաժանված է նրանց միջև, այլ ձևավորվելու է այսպես ժամանակավոր խորհուրդ, որը երկիրը կառավարելու է, առաջնորդելու է այս ճգնաժամային իրավիճակում, մինչև փորձագետների խորհուրդը անցկացնի ընտրություն եւ ընտրվի նոր գերագույն առաջնորդը։ Այսինքն այս սցենարին Իրանում պատրաստ են։ Այստեղ ես կարող եմ նաեւ օրինակ բերել 2024 թվականին, երբ որ մահացավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին,
Այդ ժամանակ էլ Իրանում շատ արագ ձևավորվեց ժամանակավոր խորհուրդը, որը էլի կազմված էր իշխանության 3 ճյուղերի ղեկավարներից, գործադիրի դեպքում առաջին փոխնախագահ Մոխբերն էր, ու իրենք այդ ժամանակավոր խորհուրդը գործեց, մինչև Իրանում անցկացվեցին ընտրությունները։ Այսինքն այս դեպքում եւս էլի գործում է նույն տրամաբանությունը, ձևավորվում է ժամանակավոր խորհուրդ, որը այս ճգնաժամային իրավիճակում գործում է, մինչև փորձագետների խորհուրդը անցկացնի նոր ընտրություն։ Ինքն այս առումով առայժմ մենք չունենք ցուցիչներ, որ Իրանի համակարգի ներսում ինչ որ տարակարծություններ կան, խնդիրներ կան կամ իշխանությունը կիսելու հարց կա, ոչ դեմ կրկնում Իրանում արդեն իսկ պատրաստ էին այս սցենարին։ Եվ հավանական արդեն տեխնացուների անուններ են շրջանառվում հոգևոր առաջնորդի պաշտոնում, ըստ որ տարբերակն է ավելի հավանական։ Իրական գիտեք, այս բային շատ ինֆորմացիոն հոսքը ավելի շատ ապատեղեկատվական հոսք կա, քան ռեալ ինչ որ տեխնացուների շրջանառում։ Դեռ նախկինում ավելի հավանական տեխնացու էր համարվում Խամենեի որդի Մուստաֆա Խամենեին, բայց այժմ հայտնի չէ թե նրա ճակատագիրն ինչու նրա հետ ինչ է պատահել, որտեղ օրինակ նրա կինը եւս սպանվել է, հայտնի չէ արդյոք առնվազն վիրավորվել է կամ ինչ-որ մահացել է, թե ոչ, բնականաբար Մոջթաբա Խամենեից առաջ առավել այսպես հավանական տեխնացուն Էբրահիմ Ռայիսին էր, որը արդեն իսկ մահացել է, այլ հավանական եւ ռեալ տեխնացուների անուններ առանձնապես չեն շրջանառվում, իհարկե շատ անուններ կան, բայց դժվար է սպային զատել, թե այդ անուններից որն է ռեալ իրական տեխնացու եւ որը պարզապես ինչ որ ենթադրություններ, որովհետեւ Իրանում էլ կան նվայու բարձրաստիճան հոգեվորականներ, որոնք կարող են հավակնել այդ պաշտոնին եւ կարող են լինել հավանական տեխնացու, բայց ռեալ արդյոք հենց ցուցակավորված տեխնացուն իրենք են թե ոչ, դա իսպայնին բարձ չէ, որովհետեւ այն խորհուրդը, որը ես հիշատակեցի, փորձագետների խորհուրդը, այդ խորհուրդը սովորաբար հենց ունենում է նաեւ ցուցակ, թե ովքեր կարող են լինել հավանական տեխնացու, ու այդ մասին մենք այդքան շատ ինֆորմացիա չունենք հստակ պնդումներ անելու համար։ Իսկ ինքնաառաջադրման հնարավորություն կա, թե միայն այդ խորհրդին է վերապահված տեխնացու առաջադրելը։ Այդ խորհրդի կազմում գործում է այսպես հանձնաժողով, որն էլ մշտապես թարմացնում է հավանական տեխնացուների ցուցակը, այսինքն այդ խորհուրդն է առաջադրելու տեխնացուներին։ Հետևաբար ամեն ինչ կախված է այդ խորհրդի որոշումից։ Ըստ էության այդ փորձագետների խորհուրդը գոյություն ունի հենց միայն Իրանի գերագույն առաջնորդ ընտրելու եւ նրա գործունեությանը հետևելու համար։ Դուք նշում եք, որ Իրանը պատրաստ էր պատերազմին, բայց ինչպես էր պատրաստ, երբ որ ամենակարևոր պաշտոնյային է թշնամին կարողանում նույնիսկ ոչնչացնել։ Սա չի նշանակում, որ ի տարբերություն 12-օրյա պատերազմի Իրանի դիրքերը արդեն իսկ թուլացած են։ Տեսեք, այստեղ հարցը հնարավորությունների տարբերության մեջ է։ Իրանում պատրաստ էին պատերազմին այն համատեքստում, որ իրենք անգամ դիտարկել են սցենար, որ կարող է գերագույն առաջնորդը սպանվել, այսինքն եթե անգամ իրենք ձեռնարկել են գերագույն առաջնորդին պաշտպանելու գործողությունները, իրենք միաժամանակ դիտարկել են այն հանգամանքը, որ այդ գործողությունները կարող են ձախողվել ու գերագույն առաջնորդը կարող է սպանվել, որն էլ ըստ էության տեղի ունեցավ։ Ու պատրաստվում էին պատերազմին նաև այն համատեքստում, երբ որ նշանակում էին հնարավոր պաշտոնյաների փոխարինողներ, մինչև իսկ 4 փոխարինողի մասին է խոսքը գնում։ Այսինքն առնվազն այս կոնտեքստում իրենք դիտարկել են ամենատարբեր սցենարներ։ Այլ հարց է, թե իրենք ինչքանով կհաջողեն պաշտպանել իրենց պաշտոնյաներին, որովհետև ինչպես Հունիսյանի դեպքում, այնպես էլ հիմա օրինակ մահացել է կրկին զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ-ի հրամանատար, այսինքն այստեղ ըստ էության խնդիրը նրա մեջ է, թե Իրանը ինչ հնարավորություններ ունի այդ անձանց ավելի համտանգ վայրում պահելու ու Միացյալ Նահանգների հնարավորությունները, այնուամենայնիվ նրանց կամ Իսրայելի հնարավորությունները, այնուամենայնիվ նրանց պահման վայրը գտնելու եւ հարվածներ հասցնելու։ Այստեղ էլի չմոռանանք, որ
Իրանի դեմ նման գործողությունները շատ բազմիցս են եղել։ Համասի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվեց հենց Իրանում, էլի հունիսյան պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության թիրախավորումը, մինչև այս էլ միշտ եղել է Իրանում միջուկային գիտնականների թիրախավորում, այսինքն սա իրանական կողմի այդ թույլ կողմերից մեկն է եղել, որը իր հակառակորդները կարողացել են օգտագործել եւ փաստացի օգտագործել ընդհանուր մինչև գերագույն առաջնորդի սպանելով։ Իսկ հիմա Իրանում արդյոք իշխանափոխության գործող ռեժիմի տապալման հնարավոր իրավիճակ կա ստեղծված, թե ոչ։ Այս պայդրությամբ նման ցուցիչներ չկան, ամեն ինչ կախված է նրանից, թե իրադարձությունները ինչ հունով կզարգանան եւ օրինակ այս ռազմական գործողությունները դեռ ինչքան կտևեն, եթե դրանք դադարում են, ապա իրանական համակարգը դեռ ունակ է իր շարունակականությունը ապահովելու օրինակ հոգևոր առաջնորդ ընտրի ու դրանով շարունակի իր նախկին գործունեությունը, բայց կախված նրանից, թե նահանգները դեռ որքան հեռուն կգնան, էլ ինչ թիրախավորումներ կլինեն նահանգների կողմից, իրավիճակը կարող է լիովին փոխվել, այսինքն անընդհատ փոխի նահանգները գլխատել համակարգը, զուգահեռ օրինակ ընտրություններ խրախուսել երկրի ներսում այդ պայմաններում արդեն հնարավոր ամենատարբեր սցենարներ կարող են լինել, այսինքն առաջնահերթը կարևոր գործոնը այստեղ նա է, թե նահանգներն ու Իսրայելը դեռ որքան կշարունակեն եւ ինչպես կշարունակեն իրենց գործողությունները։ Այս պահի դրությամբ Իրանի համակարգը դեռ դիմակայում է հենց այս պահի դրությամբ։ Իսկ այդ գործողությունների արդեն շարունակականությունից ու բնույթից կախված կերևա թե համակարգը ինչ վերափոխումների կենթարկվի կամ ոչ։ Եվ մենք համացանցում տեսնում ենք հրապարակվում են կադրեր, որ Իրանի ժողովուրդը ցնծությամբ է ընդունում հոգևոր առաջնորդի մահը, զուգահեռ նաև կան տեսանյութեր, որ սգում են։ Այս առումով ինչ իրավիճակ է, իրապես Իրանում մեծամասամբ ուրախանում են, որ Խամենեին սպանված է։ Ճիշտ նկատեցիք, կան երկու իրավիճակն էլ պատկերող տեսանյութեր, այսինքն մի դեպքում երբ որ սգում են Խամենեի մահը, մյուս դեպքում երբ որ պարզապես ուրախանում են։ Եվ այս առումով մեզ համար հստակ է, որ Իրանում այո կան մարդիկ, ովքեր դեմ են այս համակարգին, ովքեր այո ցանկանում են, որ Խամենեին մահանա եւ այսօր ուրախ են դրա համար, նամանավանդ հունվարյան այդ բողոքի ալիքից հետո, այդ ալիքը ճնշելուց եւ հազարավոր զոհերից հետո, բայց մյուս դեպքում այս համակարգը եւս ունի իր աջակիցները ու մեզ համար այստեղ գլխավոր խնդիրը այդ հարաբերակցությունը հասկանալն է, բայց որը առնվազն մեզ համար անհնար է հասկանալ, թե որն է հարաբերակցությունը համակարգին աջակցողների եւ համակարգին դեմ գնացողների։ Ամեն դեպքում վերջիններիս թիվը զգալիորեն մեծ է համակարգին դեմ գտնվողների, հատկապես օրինակ Իրանից դուրս բնակվող իրանցիների շրջանում, իհարկե նույնն նաեւ իրանցիների շրջանում, բայց թե Այլին կրկնում հարաբերակցությունը որքան է, որոնք են ավելի շատ աջակիցները, թե չաջակիցները, մեզ համար բարդ է դա գնահատել։ Եվ Հայաստանի շուրջ ինչ զարգացումներ կարող են առաջանալ այս պատերազմով պայմանավորված։ Իրավիճակը էլի կախված է նրանից, թե այս ռազմական գործողությունները որքան կշարունակվեն, որովհետև սա կարող է ամենատարբեր ասպեկտներում Հայաստանին վերաբերել, սկսած փախստականների հոսքից, օրինակ ոչ միայն իրանահայերի դեպքում, այլ նաև հենց իրանցիների դեպքում, վերջացրած հայրենական առևտրային հարաբերությունների հնարավոր առևտրաշրջանառության հնարավոր խափանումներով, օրինակ որոշ ապրանքների ներկրման հնարավորության սահմանափակման կամ անգամ ներարտահանման հնարավորության սահմանափակման հաշվի առնելով երկրում առկա վիճակը, նաև տարանցիկ ուղիների համար կարող են խնդիրներ ստեղծվել, այս ամեն ինչը կախված է պատերազմական գործողությունների ինտենսիվությունից ու շարունակականությունից ու նրանից, թե Իրանում տնտեսական առումով, արդյունաբերության առումով ինչ իրավիճակում կհայտնվեն, որովհետև կարող է լինել իրավիճակ, որ օրինակ
Իրանը X ապրանքներ ենթադրենք որոշի որ այլևս չի արտահանում երկրի ներքին կարիքներն է հոգում ու այդ X ապրանքը հնարավոր է մենք ներկրում ենք Իրանից։ Այսպես այս առումով սցենարներ տարբեր կարող են լինել, բայց առաջնահերթ էլի կախված է գործողությունների շարունակականությունից ու ինտենսիվությունից։ Եվ հնարավոր է մեծ թվով իրանցիների արտահոսք Հայաստան, թե ոչ։ Այսպես չեմ կարող ես հստակ ինչ-որ թվական տվյալներ նշել, բայց նախորդ տարվա պատերազմի դեպքում, հունիսի պատերազմի դեպքում կարծես թե մենք ունեինք որոշակի հոսք իրանցիների, տեղեկ չեմ թե արդյոք օրինակ հենց երեկվա դրությամբ ինչ-որ հոսքի ակտիվացում եղել է թե ոչ, երևի այս առումով հետաքրքիր կլիներ իմանալ հենց մեր անցակետում իրավիճակը, բայց նաև Իրանի ներսում իրավիճակն այնպիսին է, որ հենց իշխանությունները կոչ էին անում լքել Թեհրանը կամ հարձակման ենթարկվող քաղաքները հնարավորության դեպքում։ Սովորաբար իրանցիները նման դեպքում հեռանում են երկրի հյուսիսային նահանգներ, սա իրենց ամենաառաջնային ուղղություններից մեկն է ու երբ որ կա նման հորդոր, երբ որ կա ռազմական գործողությունների շարունակականություն, էլի չենք կարող բացառել, որ կարող են որոշ իրանցիներ պարզապես որոշել ոչ թե հենց գնալ ասենք երկրի հյուսիսային նահանգներ, այլ ուղղակի երկրից դուրս գալ, տվյալ դեպքում կարող են դիտարկվել առաջնային Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը չի կարող դիտարկվել, որովհետև ցամաքային սահմանը փակ է ուղևորների համար, հետևաբար հիմնական ուղղությունները լինում են Հայաստանը եւ Թուրքիան, եթե չեմ կարծում օրինակ Աֆղանստանը լինի կամ այնտեղ Պակիստանը դժվար այդ ուղղություններով գնան, ոստի հիմնական ուղղությունը լինելու է հյուսիս արևմուտքը։ Եվ Իրանը կարող է դիմակայել ոչ միայն Իսրայելին ու Ամերիկային, այլ նաև արաբական երկրներին, որովհետև ըստ էության հիմա նրանք հայտարարում են, որ այդ ռազմաբազաները թիրախավորելուց հետո պետք է պատասխան հարվածներ հասցնեն Իրանին։ Սա ավելի չի բարդացնում Իրանի վիճակը։ Իհարկե դա արդեն շատ ավելի լուրջ խնդիրներ կստեղծի, եթե արաբական երկրները եւս որոշեն ինչ-որ պատասխան գործողություններով հանդես գալ, փաստացի Իրանը միաժամանակ մի քանի երկրի դեմ է ստիպված լինելու պայքարել ու այդ պայմաններում դժվար է հասկանալ, թե դեռ որքան կձգի Իրանը, մանավանդ եթե օրինակ նահանգներն ու Իսրայելը հստակ թիրախավորեն Իրանի հրթիռային կարողությունները ու Իրանին զրկեն անգամ այդ հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունից, եթե հաջողվի նահանգներին դա անել, փաստացի ստացվում է, որ այլևս Իրանը արձագանքելու մեծ ռեսուրսներ չի ունենալու, իսկ հիմա Իրանի առաջնային ուղղությունը արձագանքելու առաջնային հնարավորությունը դա այդ հրթիռային կարողությունն է, որին մենք արդեն մեկ օր է ականատես ենք լինում։ Նաև հենց այդ հրթիռային կարողությունն էր, որ Միացյալ Նահանգները պահանջում էր բանակցություններում քննարկել այդ հարցը, վերացնել Իրանի հրթիռային ծրագիրը կամ առնվազն սահմանափակել, որը Իրանի համար կարմիր գիծ էր, քանի որ դիտարկում է որպես պաշտպանական միջոց։